2001 թվականին, երբ Հայաստանը նշում էր քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ստեղծվեց երիտասարդական գրասենյակ, որի նպատակն էր ակտիվացնել երիտասարդության ներգրավվածությունը հայ եկեղեցու կյանքում։ Տարիներ անց այս կառույցի հիմքի վրա ստեղծվեց ՀՀՄ հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը։ Քսանհինգ տարիներ շարունակվող առաքելություն դարձավ ՀՀՄ մեր Սուրբ եկեղեցու կյանքի մեջ, գլխավորությամբ Վեհապար Հայրապետի եւ օրհնությամբ եւ քաջալերանքով, եւ գրեթե մեր բոլոր թեմական կառույցները շատ կորձունյա նաեւ եւ հստակ ուղեցույցով իրենց աշխատանքը, իրենց մասնակցությունը բերին ՀՀՄ-ի ծիրեն ներս կազմակերպող բոլոր ձեռնարկներուն։ Վստահաբար նոր ժամանակներու հետ նաեւ կան նոր մարտահրավերներ, որոնց եւս պիտի պատասխանենք, եթե գուզենք, որ ՀՀՄ-ը շարունակե դառնալ եկեղեցու կյանքի մեջ իրապես մշտապես նոր ավյունը, նոր երանտը եւ նոր դեսիլներու եւ հորիզոններու առաջնորդող ներկայությունը։ 2007 թվականին արդեն պաշտոնապես հիմնադրվեց գրասենյակը եւ տեղակայվեց Երևանի սրտում Սուրբ Աննա եւ կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հարևանությամբ։ Երիտասարդությունը եկեղեցու կյանքի մեջ եկեղեցու առաքելությունը եւ անոր շարունակականությունը ապահովող, ապրող, շնչող ներկայությունն է։ Եվ եկեղեցին, որ հավատացյալներու ներկայությունն է, իմաստությունը պիտի ունենա շարունակապար ուղղորդելու, առաջնորդելու երիտասարդությունը, որպեսզի երիտասարդությունը եկեղեցու կյանքի մեջ, խոսքը միայն քարեղեն եկեղեցու մասին չէ, բայց ապրող եւ շնչող հավատացյալոց համայնքի կյանքի մեջ պիտի զգա, որ իրեն կդրվի պատասխանատվություն, կհարգվի նաև իրենց իմաստությունը, կհարգվի նաև իրենց աշխատանքը, ծառայությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող ՀՀՄ այժմ կայացած կառույց է իր կենտրոնական եւ տարածաշրջանային գրասենյակներով, որոնք գործում են այնտեղ, որտեղ գոյություն ունի հայ առաքելական եկեղեցու թեմ, Հայաստանից մինչև Ավստրալիա, Հյուսիսային Ամերիկայից մինչև Ծայրագույն Արևելք, բոլոր մայրցամաքներում։ 2018 թվականից ես ՀՀՄ-ի մեծ ընտանիքի մի մասնիկն եմ դարձել։ Սկզբում այստեղ կամավորությամբ էի զբաղվում, որպես կամավոր օգնում էի աշխատանքներում։ Տարիներ անց հայտնվեցի Արագածոտնի թեմում արդեն որպես երիտասարդաց միությունների, Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների պատասխանատու։ Այս ընթացքում նաև մասնակցել եմ ՀՀՄ համահայկական ուխտագնացությանը, որը մեծ դեր է ունեցել իմ կյանքում։ 2019 թվականին ՀՀՄ-ում աշխատանքները նոր թափ ստացան։ Կառույցը կառավարման ավելի արդյունավետ ժամանակակից մոդելներ դրեց։ Այս ռազմավարական ու հայեցակարգային փոփոխությունները արդիականացրեցին ՀՀՄ-ի գործելավոճը։ Ռազմավարական նոր ծրագրերը հիմնականում ուղղված են երիտասարդի հոգևոր կրթությանն ու կարողությունների զարգացմանը։ ՀՀՄ-ականների համար սպասված են դարձել աստվածաշնչային բանալիններ, ուխտի նորոգում Սուրբ Էջմիածնում, ճանաչիր ինձ երիտասարդ, բարի կիրակի եւ մի շարք այլ ծրագրեր։ Իսկ համայնքը եւ երիտասարդը, սոցձեռներեցություն, գաղափարի գեներացում, երիտմոտիվացիա մտքի տրանսֆորմացիա, թիմային աշխատանք, քրիստոնեական երիտասարդական ոչ ֆորմալ դասընթացներն ու աշխատարանները օգնում են երիտասարդին զարգացնել կարողություններն ու ինքնադրսևորվել։ Zavagnelen çek bakayım.
ՀՀՄ կոչված է երիտասարդների միջոցով տարածել քրիստոնեական հավատքն ու ազգային արժեքները։ Այս նպատակին ուղղված կառույցը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Սփյուռքում։ Կազմակերպվում են հոգևոր մշակութային միջոցառումներ ու համաժողովներ, աշխատարաններ, որոնք ինքնաճանաչողության և ինքնադրսևորման հարթակ են դառնում երիտասարդի համար։ Քանի որ երիտասարդությունը անընդհատ փոփոխվում է, կարծես թե իհարկե ինքը որպես կառույց կայանում է, բայց անընդհատ նոր աշխատանք է տարվում, որտեղ երիտասարդության հետ կարելի ասել 0-ից մինչև այդ հասնում է այդ պահին, նորից փոխվում է եւ նոր երիտասարդներ են գալի։ Եվ աշխատանքը նոր ժամանակներին համապատասխան նոր աշխատանք է տարվում ՀՀՄ-ի կողմից։ Եկեղեցասեր երիտասարդաց միությունը հայրենիքից դուրս կապում է քեզ հայրենիքի հետ, որովհետև արտերկրում դու այլ կապ չունես։ Միակ բանը, որ քեզ կապում է քո հայրենիքի հետ, դա եկեղեցին է, հավատքը եւ անշուշտ ՀՀՄ, մասնակցելով գրեթե ամենամյա ուխտագնացություններին, վերադառնում ես Հայաստան, ունենում ենք տարբեր այցելություններ, սրբավայրեր, տրեյնինգային ծրագրեր, որոնք նաև քեզ հնարավորություն են տալիս նոր գիտելիքներ ձեռք բերելու, որոնք հետագայում կիրառում ես քո թեմում, երիտասարդների հետ։ ՀՀՄ-ի գործունեությունն է ներկայացնում ամենօրյա թարմացվող եռալեզու կայքը, ֆեյսբուքյան, ինստագրամյան, տելեգրամյան և յութուբյան ալիքները։ Այստեղ լուսաբանվում են թեմական երիտասարդաց միությունների և ՀՀՄ գրասենյակի գործունեությունը։ ՀՀՄ-ի ծրագրերից ամենասպասվածն ու առանցքայինը իհարկե դեպի հայրենիք և Սուրբ Էջմիածին կազմակերպվող պարբերական ուխտագնացություններն են, որի ընթացքում հարյուրավոր երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից մեկտեղվում են Հայաստանում։ Այդ օրերի ընթացքում նրանք այցելում են պատմական սրբավայրեր, լինում են հայրենիքի տարբեր անկյուններում, նոր ծանոթություններ են ձեռք բերում, ապրում ճամբարականի կյանքով։ Մենք որպես Լոսի քաղաքացիներ, մենք բոլոր ամբողջ Կալիֆոռնիայի ու ամբողջ Արևմտյան Ամերիկայի հետ երիտասարդաց միության անդամների հետ կապ ունենք։ Այդպես չի, որ մենք իրարից հեռու ենք զգում, ինչ որ մի ձևով այդ քաղաքների տարբերությամբ, այդ հեռավորությամբ, որովհետև միշտ տարվա ընթացքում կարծեք թե մի 5 հատ առիթ է ստացվում, որ մենք իրար հետ միանանք եկեղեցիներում կամ ճամբարում կամ ուղղակի հանդիպելու, իրար այցելելու ու այդպես մի Արևմտյան Ամերիկայի ընտանիք ենք, այսինքն հեռավորությունը մեզ չի խանգարում։ Մենք ունենք այնպիսի հնարավորություն ուսումնասիրել հայոց լեզուն, ուսումնասիրել պարերը հայկական, երգերը, եւ սա մեր հնարավորությունն է պահպանել ինքնությունը գտնվելով տնից հեռու։ Այս տարիների ընթացքում ՀՀՄ գործընկերություն է հաստատել հասարակական, պետական, ուսանողական և երիտասարդական տարբեր կառույցների հետ։ Դրանք օգնել են նոր ծրագրեր իրականացնել, ընդլայնել ՀՀՄ-ականների շրջանակը։ Հայրենիք և սփյուռք իրականություն իրար մե անգարելի է բաժնել։ ՀՀՄ գտարնա ամուր և անսասան առաքելություն, գառույց, հոգևոր գառույց, երբ հայրենիք և սփյուռք ապրող ՀՀՄ-ի ողջ գազմը միասին կգործեն, որովհետև ՀՀՄ-ը մեկ մարմին է։ Մենք չենք կրնար երկու առանցին որպես միավորներ ներկայացնել ՀՀՄ-ը։ Հոն է արժեքը, հոն է իմաստը ՀՀՄ-ի առաքելության, որովհետև մենք կմիտենք նաև մշտապես կովկովի բերել ՀՀՄ-ի ողջ անդամակցությունը։ Եվ այդ եղած է նաև նպատակը անցնող 25 տարիներու ընթացքին։ Երիտասարդները ուղղորդել դեպի մայր հայրենիք, որովհետեւ միմյանց հետ շփման ճանապարհին ճանչնան նաև միմյանց, բայց նաև քաչ իմանան, որ
իրարու հետ աղոթակից դառնալով, միմյանց հետ նաև ծառայության ճանապարհին եւ դաշտի մեջ գտնվելով իրենք կդառնան վաղվան նաև հայրենիքը գերտող, հայրենիքը ապրող նաև մեր առաջնորդները։ ՀՀՄ-ի գործունեության առանցքում մշտապես եղել են թեմերի երիտասարդների ու հոգևորականների մասնակցությամբ անցկացվող ատենապետած ժողովներն ու տարածաշրջանային ֆորումները։ Դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս փորձ փոխանակել, այլև ամրապնդում են միասնականության ոգին։ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան, սկանդինավյան երկրներից մինչև Ավստրալիա։ ՀՀՄ ատենապետած ժողովներն ու տարածաշրջանային ֆորումները այն հարթակներն են, որտեղ ձևավորվել են նոր գաղափարներ ու ծրագրեր։ Մենք մեր գործնեությամբ, յուրաքանչյուրիս նպատակը մեր երիտասարդաց միությունների գործնեության ուժեղացնել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Դա միայն մեկ հոգի չի կարող անել։ Ես որպես Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների պատասխանատու փորձում եմ այն գիտելիքները, որ ես ստացել եմ ՀՀՄ-ում մասնակցելով սեմինարների, գործնական հանդիպումների, փոխանցել այն երիտասարդներին, ովքեր որ մեր թեմում իրենց միությունների կազմում կան, եւ ուղղորդել իրենց, որպեսզի իրենք էլ մասնակցեն ՀՀՄ-ի կենտրոնական գրասենյակի միջոցառումներին։ Ամեն անգամ Շիրակի թեմում, երբ որ մենք նոր ծրագիր ենք անում, ես հիշում եմ, թե ես որպես երիտասարդ ինչպիսին էի ՀՀՄ-ում, ինչ էի ուզում տեսնել այնտեղից, ինչ էի սովորում, եւ այդ գիտելիքները, այդ փորձը եւ փորձում եմ հիմա փոխանցել մեր նոր երիտասարդներին Շիրակի թեմում։ ՀՀՄ-ը փորձում է կամուրջ դառնալ նաև տարբեր տարիքի ու սերնդի ՀՀՄ-ականների միջև։ Տարիներ առաջ ՀՀՄ-ին անդամագրված երիտասարդներից շատերն այժմ կայացած մասնագետներ են եւ հայ եկեղեցու թեմերի տարբեր կառույցներում պաշտոններ են զբաղեցնում, նպաստում ու աջակցում են հարազատ կառույցի գործունեությանը։ Մեր առաքելությունը խնդիրը պետք է լինի ավելի երիտասարդ սերնդին փոխանցելու առաջին հերթին մեր փորձը եւ երկրորդ հերթին ավելի նորարարական, հետաքրքիր ծրագրեր իրականացնելու, որպեսզի կարողանանք ներգրավել ավելի շատ երիտասարդներ։ Իրականում ՀՀՄ-ը շատ մեծ ուժ է այն առումով, որ երիտասարդությունն է ոնց որ շարժիչ ուժը ցանկացած հանրության եւ միավորելով հոգեվորը, եկեղեցականը այդ երիտասարդական ուժի հետ կառույցը ավելի ուժեղ դարձնել։ Շատ լավ է երեկվանից մինչև այսօր բավականին առաջադրություն մինչև ավարտեք, կարծում եմ, որ ամբողջական մի բան արդեն սովորել։ Ուրախ եմ, որ այն ինչ որ վեապար հայրապետը ինքը իր դեռևս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի հանգամանքով քաչալերող եղած է երիտասարդական շարժումը, այսօր նաև որպես հայրապետ հայոց կքաչարել է նաև կներշնչե մեր երիտասարդությունը, որպես եկեղեցու ոչ թե մոդիկ կանգնեն, այլ եկեղեցու մեջ մնան։ Եկեղեցու մեջ մնան, որոշակի թերագադարությամբ եւ եկեղեցու առաքելություն վերցնեն իրենց վրա։ ՀՀՄ-ի ուխտակնությունները առաջին հերթին հրաշալի առիթներ են, որ մենք հավաքական աղոթքով, հավաքական ուխտակնությամբ ավելի մոտենանք Աստծուն։ Ավելի զգանք հայրենիքի ներկայությունը մեր կյանքի առաքելության մեջ, ավելիով ապրինք Սուրբ Էջմիածնի խորհուրդը, ավելիով նաև մեր մեջ զգանք պատկանելիությունը, թե Աստծո կպատկանենք, թե եկեղեցուն կպատկանենք, թե հայրենիքը
նաև մեզ հրավիրող մշտական ներկայությունն է, սրբություն, սրբոցն է եւ մանավանդ հեհեմի ճանապարհով գգաբվին մեկս մյուսին։ Ես այս բարձր զգացողությունը ունեցել եմ անցնող ավելի քան 25 տարիների ընթացքին եւ նաեւ դիտուզեի ասել, որ ով հեհեմի կգաբե իր կյանքով երիտասարդ կմնա։ Անկախ աշխարհագրությունից յուրաքանչյուր հայ երիտասարդ հեհեմի միջոցով հնարավորություն ունի ամրապնդել իր կապը ազգային արմատների, հոգևոր ավանդույթների ու մշակութային ժառանգության հետ։ Հեհեմը ոչ միայն եկեղեցական կառույց է, այլև շարժում, որ ապագայի հանդեպ հույս եւ հավատ է ներշնչում։ Մեր սիրելի հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում, շնորհավորում եմ քո 25-ամյակը։ Մաղթում եմ ամենակարևորը՝ սեր, միաբանություն Եվ շնորհակալ եմ, որ այս մեծ ընտանիքի մի մասնիկն եմ։ Անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպումը հայրենիքում եւ Էջմիածնում։ Շնորհակալ ենք եւ շնորհավորում ենք։